Բարեբոլորին ընկերներ, դուք գտնվում եք Crypto.am YouTube ալիքում, ձեր հետ Անդրանիկն է, այսօր կունենանք ունիկալ կոնտենտ, անելու եմ live trading, ցույց եմ տալու թե ինչպես եմ ես գործարքը բացում, take-off, stop-off, մի խոսքով ամեն ինչ։ Նաև փորձարկելու ենք իմ կողմից ստեղծված ինդիկատորը, որի մասին ես խոսացել էի նախորդ վիդեոներում, սկսեցինք։ Այս ինդիկատորը միաժամանակ 3 ֆունկցիա է կատարում, ցույց է տալիս BB trend-ով ուրեմն trend զոնաները, թե որտեղից կարելի է մտնել, որտեղ է սապրատիվլենիան, հա, դիմադրության գոտին։ Նաև երկարաժամկետ հոլդերների համար ցույց է տալիս լավագույն գնման գոտիները, բայց դա այս time frame-ում չի երևում։ Ուրեմն ինչ ենք տեսնում, Ethereum-ի համար 5 րոպեանոց գրաֆիկում, նաև 5 րոպեանոց գրաֆիկում փորձելու ենք trade անենք, ցույց է տալիս ներքևի այս կանազոնան, ցույց է տալիս մեզ թե որտեղից կարելի է մտնել long-ի համար, վերևի կարմիր գիծը ցույց է տալիս թե short-ի համար, որն է լավ զոնա։ Փորձենք ներքևի հատվածով նրա տված գնով, հա, աջ հատվածում եթե տեսնի գրաֆիկի գրումակինը, այդ գնով փորձենք մտնենք, մենք դրել ենք արդեն մեր լիմիտի զայավկան, սպասենք տեսնենք երբ կմոտենա գինը մեր զայավկային։ Գործարքը բացվեց եւ մի անգամից sense կապելա ու բարձացել է գինը, տեսնենք ինչ կստացվի։ Մի անգամից դնում ենք մեր stop loss-ը ու take-ը ըստ նորից ըստ ինդիկատորի։ Ինչպես տեսնում ենք, գինը համարյա հասել էր take-ի զոնային, ամենավերևի հատվածում, բայց այս դեպքում ես կոպիտ ասած գոռոզություն արեցի, չփակվեցի take-ով կամ ինքս զրով չփակեցի եւ գործարքը փակվեց stop loss-ով, բայց պլյուս, ոչ շատ մեծ 6+։ Անցնենք հաջորդ գործարքին։ Նորից գինը մոտեցել է կանաչ զոնային, որտեղից պետք է բացենք գործարքը, եկեք դնենք մեր լիմիտի զայավկան ու սպասենք։ Մի անգամից մտնում ենք գործարքի մեջ, այս բանին մինուս է գցել, դա կապ չունի, մենք մեր ստոպը դնում ենք ու սպասում ենք տեսնենք թե ինչպես կաշխատի գործարքը։ Ինչպես տեսնում ենք, այս գործարքը փակվեց ստոպով, ունենք երկու գործարք արդեն արած օրվա մեջ, մեկը stop loss-ով, երկուսն է stop loss-ով են փակվել, մեկը պլյուս, մեկը մինուս, կոպիտ ասած 0 ենք, տեսնենք ինչ կլինի հաջորդ գործարքներին։ Նորից ստացել ենք սիգնալ մեր BB trend-ից, Crypto.am ինդիկատորից, տեսնենք ինչ կստացվի։ Գործարքը արդեն գինը մոտենում է մուտքի կետին, մտանք։ Ինչպես տեսնում ենք, գինը շատ լավ բարձրացավ հենց գծած մեր մտած կետից, միկրո գործարք ենք մտել, ոնց որ թե լավ է գնում։ Արդեն մոտենում ենք take-ին, շատ սիրուն բարձրացավ առանց հատկատների մոտենում է take-ին գինը, տեսնենք take-ով կփակվենք թե ոչ։ Եվ ինչպես եւ սպասում էր ժողովուրդ ջան, այս գործարքը փակվեց մեր մոտ take-ով, սպասենք տեսնենք ինչ սիգնալ կտա մեզ BB trend-ը, որ բացենք մյուս գործարքը։ 5 րոպեանոց գրաֆիկում երբ որ նայում ենք Ethereum-ի վերևի հատվածի գնից ուզում եմ մտնեմ short գործարք, սպասենք տեսնենք գինը կմոտենա մեր ուզած կետին թե ոչ։ Եվ եկավ գործարքը կպավ, նա sense մեծ վեշկա գծեց, մի անգամից մտանք ու գինը մի անգամից իջել է ներքև, լավ պլյուս է նկարել, դնենք մեր stop loss-ը ու սպասենք տեսնենք ինչ կլինի։ Ուրեմն ընկերներ, ես որոշում եմ չսպասեմ take profit-ին, որովհետև ինչ որ բլոկ է նկարել Ethereum-ը եւ կարծես գնորդները ուժեղ են, ուզում է գինը բարձրանա վերև, ավելի լավ կլինի այս գործարքը ձեռքով փակենք, չսպասենք take-ի։ Էլի պլյուսը ճիշտ է, take-ով չի, բայց 70-80%-ը վերել է գործարքի, էլի լավ։ Նորից գինը բարձրացավ այնտեղ, որտեղից որ բացել ենք մենք մեր short գործարքը, ինդիկատորի վրա բան չի փոխվել, դրա համար նորից բացում ենք short գործարք եւ սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Չենք մոռանում stop loss-ի մասին, risk money management, դա մեր փրկիչն է, այնպես որ կարող է մի քանի գործարք մինուս փակենք, բայց մի գործարքը այդ բոլոր մինուսների գումարը հետ վերի, դրա համար 1-ին 3 հարաբերակցությամբ ենք փորձում աշխատել, եթե շուկան թույլ կտա ավելի շատ։ Ինչ ենք տեսնում ենք, որ գինը նորից short-ի զոնայից ներքև այշնում, լավ ածկոկ է տալիս, շատ մեծ արագությամբ գնում է դեպի take-ի զոնա, ուրախ ենք։ Մի անգամից չեմ փակում գործարքը, սպասում եմ կարող է շատ ավելի շատ հնարավորություն տա շուկան աշխատելու, դրա համար ես մասամբ եմ փակում գործարքը, 50%-ը take-ի զոնայում, 50%-ն էլ ինչքան թույլ կտա շուկան, ինչքան ավելի շատ կիջնի ներքև, ավելի ներքև կփորձեմ փակել։
Ահա 50%-ը փակվեցին, տեսնենք ինչ կանի շուկան։ Եվ այս ներքևի հատվածում էլ փակում եմ լրիվությամբ գործարքը, սա բերեց մեզ ավելի շատ, քան թե մենք սպասում էինք, ուրախանում ենք, սպասենք, տեսնենք ինչ սիգնալ կտա շուկան, կմտնենք մյուս գործարքը։ Շուկան կոռեկցիա ելա վերև, ներքև, ես գործարք չբացեցի, որովհետև չունեի կոնկրետ ստրուկտուրա, կոռեկցիայի ժամանակ նորից լոնգել եմ, այս անգամ լոնգել եմ կասեի, տեսնենք ինչպես կաշխատի։ Ընկերներ, գինը որոշ չափով բարձրացավ, բայց չի հասել դեռ take profit-ին, բայց գինը արդեն stop ա եղել ու չի կարողանում լավ բարձրանալ, ես որոշում եմ remission-ի օրդերով փակվեմ, լրիվությամբ դուրս գամ գործարքից, էլի 70%-ով գործարքը աշխատել է, գոհ ենք։ Ինդիկատորով նորից ստացել ենք short-ի սիգնալ, վերևի հատվածում է գտնվում, եթե տեսնեք հիմա 5 րոպե անոցով, ու գինը սկսել է ներքև իջնել, բացել ենք մեր short գործարքը, տեսնենք ինչպես կաշխատի։ Մի որոշ ժամանակ մինուսում գտնվելուց հետո արդեն տեսնում ենք, որ սկսում է ներքև իջնել էֆիրիումի գինը ու մեզ սկսում է նորմալ պլյուս։ Տեսնենք ինչպես կաշխատի։ Ես սիրում եմ, որ այսպես արագ սիրուն սկսում է քո ուզած ուղղությամբ գնալ գինը, դա լավ նշան է, այսինքն շատ մեծ հնարավորություն կա, որ ոչ թե stop-ով կփակվենք կամ zero-ով կփակենք, այլ take-ով հենց կփակվի գործարքը։ Տեսնենք ինչպես կաշխատի։ Ինչպես տեսնենք շատ լավ աշխատում է, միաժամանակ ճիշտ ասած մուտքի պահը չեմ նկարել, բայց բացել եմ երկրորդ գործարք Hamster Combat-ի տոկենի վրա, որը շատ լավ պլյուս է մեզ նկարել, նորից սիգնալը ստացել է BB Trend-ից։ Գալիս է մի պահ, երբ բոլոր տոկենները շուկայի գնում են դեպի long-ի, քանի դեռ իմ Hamster Combat-ը լավ պլյուսի մեջ է, ձեռքով փակում եմ գործարքը, պահում եմ միայն Ethereum-ը, որը գալիս է հետո stop loss-ով փակվում է, էլի պլյուս։ Ամենայն դեպս վատ չի, գործարքը նորից պլյուս է մեզ վերում, ճիշտ է ոչ take-ով, բայց պլյուս։ Եվ այսպես ես վերջացնում եմ այսօրվա trade-ը, ինչ ունենք օրվա կտրվածքով։ Ունենք մեկ հատ մինուսավոր գործարք, մինուս փակած գործարք, երկու stop loss-ով փակված գործարք, մնացածը բոլորը take-ով են փակվել կամ ես լավ պլյուսով ձեռքով փակել եմ։ Ընդհանուր առմամբ պլյուս 18% դեպոզիտին, դա լավ արդյունք է, բայց ավելի լավ արդյունք գրանցելու համար պետք է կատարելագործել այս ստրատեգիան, նաև ինդիկատորի գործունեությունը պետք է կոդի առումով կատարելագործել։ Մի քանի օր trade անելով այդ ամեն ինչը կլինի, եթե ուզում եք նմանատիպ ֆորմատով էլի հոլովակներ, կխնդրեմ լայքեք այս վիդեոն, նաև բաժանորդագրվեք մեր այլ սոցցանցերին, Telegram, TikTok, լինքերը կլինեն անպայման վիդեոյի описаниում, նկարագրության բաժնում։ Այսօր այսքանը, շատ շնորհակալ եմ դիտման համար, Արեժան։ Մինչ նոր հանդիպում։